Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեքի հետ մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել ձեր կողմի շատ սիրված Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը որոշել է իր մոտ հրավիրել ամեն ինչից իրազեկ, ամեն ինչ համակարգող, իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանին։ Ինքը իրազեկ է բոլորից, համակարգում է բոլորին, մենք իրազեկ ենք իրենից, կհամակարգենք իրեն։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեզ մեկնաբանությունները, Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեքին եւ հետեւեք մեր թողարկումներին։ Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին, ընդհանրապես ընտրությունները անցնում են այնպես մոտավոր, ինչպիսին լինում է նախընտրական մթնոլորտը։ Մենք այսօր կզրուցենք նախընտրական մթնոլորտի մասին, մեր հյուրը իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոնիսյանն է, բարի երեկո պարոն Իոնիսյան։ Բարի երեկո։ Շնորհակալություն հավերն ընդունելու համար, եւ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Բոլորը խոսում են մաքուր եւ արդար ընտրություններից։ Այդ դուք զգում եք քաղաքական գործիչների, նրանց լրատվամիջոցների մոտ այն միտումը, որ նախընտրական մթնոլորտը դարձնենք լավը, պահպանենք դրական միտումը, որոնքի շրջանակներում խաղի կանոն, այդ տեսնում եք այդ շահագրգռվածությունը ներքին, որ նախընտրական մթնոլորտը չապականենք։ Պետրոս ինչ ասիր, նախընտրական մթնոլորտի ինչը։ Լավը։ Ցավոք սրտի ոչ, ցավոք սրտի չենք տեսնում եւ մենք տեսնում ենք մի շարք դերակատարների, որոնք օրինակ դժգոհում են ընտրությունների, ընտրական համակարգերի պաշտպանության որոշ ջանքերից։ Մենք տեսնում ենք դերակատարների, որոնք դժգոհում են, որ օրինակ արևմուտքը աջակցում է ընտրական համակարգերի կիբերպաշտպանությանը, որ կիբերհարձակումներով, հակերներով, բաներով ընտրությունների հետ կապված կարևոր թվային համակարգերը վարի չգնան։ Կարծես թե բոլորի շահերից չէ պետք է բխի, բայց կան դերակատարներ, որոնք դրանց դժգոհում են։ Մենք տեսնում ենք դերակատարների, որոնք փորձում են մաքսիմալ ապալեգիտիմացնել ընտրությունները, որտեղ ընտրությունների ապալեգիտիմացումը ինքնին ընտրությունների որակի վրա ազդող հանգամանք։ Մի րոպե։ Դանիել ջան, իսկ դու որտենց ամեն ինչ տեսնում ես։ Իսկ տեսնում ես, ասենք, ընտրական գործընթացի դերակատարների, առանցքային դերակատարին, որը 10 ամիս է գտնվում է կալանքի տակ։ Վերջին 2 ամիսը տնային կալանքում ու հնարավորություն չունի գնալ նախընտրական հանդիպումների, հանդիպի իր ընտրողներին, հանդիպի իր թիմակիցներին, ելույթներ ունենա, հարցազրույց։ Տեսնում ես, բան, թե էդի չես տեսնում, այդպես դերակատարների։ Իսկ ասենք դու տեսնում ես ընտրական համակարգի դերակատարների, որոնք վարչական ռեսուրս են շահագործում, որոնք որ զորով հավաքներ են կազմակերպում, ապօրինություններ են թույլ, այդպես դերակատարների տեսնում ես թե չէ։ Դասպես մենք տեսնում ենք դերակատարների, որոնք դժգոհում են կիբեր անվտանգություն, ինչ կիբեր անվտանգություն Հայաստանում ընտրության համակարգում, երբ որ մեր ընտրությունը էլեկտրոնային չի։ Եթե մի քվեարկություն կազմակերպվում է թղթով, քվեաթերթիկը դնում ես ծրարի մեջ, տանում ես, գցում ես արկղը, հանձնաժողովի անդամները հատիկ այդ թղթերը հանում են, ձայները հաշվում են, թղթի վրա արձանագրություն են գրում։ Դրա կիբեր անվտանգություն, պաշտպանություն որտեղ է պետք։ Այդ քո ասածը պետք է այն երկրներում, որտեղ որ էլեկտրոնային քվեարկությունն է, որ դու ID-ով հեռախոսով բեցում ես քվեարկություն։ Այստեղ բան Հայաստանում չկա որ պաշտպանվի։ Այսինքն կիբեր անվտանգության պաշտպանության անվան տակ օտար երկրյա կազմակերպությունները գալիս են մտնում են Հայաստանի ընտրական համակարգ, որ դրա վրա ազդեցություն գործեն։ Ինչ պաշտպանության մասին է խոսքը։ Կամ այդ Հայաստանում, որ մենակ դեկտեմբեր ամսին 25 թվականին միլիոնավոր դոլարների մենակ պարգևավճար են բաժանել, աշխատավարձ չէ, պարգևավճար։ Փող չունեն սեփական երկրում ընտրություն կազմակերպելու համար։ Այսպես մենք դա տեսնում ենք։ Էլ ինչ ես տեսնում։ Օրինակներ ես, չէ՞ ուզում։ Այդ իմ օրինակները քեզ հերիք չէր, Պետրոս։ Լքո օրինակներն ասա։ Ինչ ես ուզում։ Այստեղ խնդրեմ օրինակ։ Տեսեք, մենք շատ ակտիվ սկսեցինք դա տեսնել դեռևս Գյումրի ընտրությունների ժամանակ։ Գյումրի ընտրությունների ժամանակ մի քիչ սպეციფիկ էր, որովհետև շատ ակտիվ խոսվում էր
ընտրախախտումների մասին, քվեարկության օրը ասում էին անցյալ տարի այսօրերն էր։ Ասում էին այ 3000 քվե կեղծվել է, հետո երբ որ եկավ հաշվարկի գիշերը եւ տեսան, որ արդյունքները ոնց որ մի քիչ իրենց նախընտրած ուժերի օգտին է, միանգամից այդ խոսակցությունը դադարեցին, ասեցին իդեալական ընտրություններ էին։ Վաղարշաբաթի ընտրություններում մենք տեսանք մի շարք կեղծ ահազանգեր ընտրախախտումների մասին, որոնք շարունակաբար տարածում են, դուք միջև լցոնում։ Լսի, Գյումրի ընտրություն, վաղարշաբաթի ընտրություն, այդ արդեն եղել է, դա արդեն անցել է։ Փարաքարի ընտրությունն էլ է անցել, Փարաքարի ընտրված համայնքի ղեկավարը սպանվել է, Գյումրի ընտրված համայնքի ղեկավարը բանտարկվել է։ Այդ սա տեսել եք։ Դու դրանք չես տեսնում իհարկե։ Բայց ասեք օրինակ, որ դու ապրիլի սկզբին գնացել էր ազգային ժողով, ես չգիտեմ թե դու ոնց ես հայտնվել, որ դու падգամավոր չես, նիստի օրը չի կարելի որ քաղաքացիներ գնան, բայց դու հայտնվել ես ընդ։ Դու որ հայտնվել ես ընդ ազգային ժողովում չէիր տենում ինչա կատարվում։ Ասենք դու չէիր տեսնում, որ ազգային ժողովի մենակ մի խմբակցություն գիշերով գաղտնագողի ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն են նախաձեռնել, 2 ժամվա ընթացքում 2 ընթերցման ընդունում են, ուղարկում են նախագահ ստորագրումը հրապարակում են, որպեսզի զրկեն ընտրական գործընթացի ամենաազդեցիկ մասնակցին իր նախընտրած անվանումով դաշինքով ընտրությունի դու դա չես տեսնում։ Պետրոս այդպես բաները դրոնը ցույց չի տալ։ Դու մենակ դրոնից ես տեսնում, այսինքն դրոնից տեսնում ես թե հանրահավաքին քանի մարդ է գալի։ Իսկ այդ դրոնով կարաս մի հատ ձեր կազմակերպության ընդհանուր ժողովի մի հատ միջոցառում նկարես, որ մենք տենանք, արա ձեր կազմակերպությունում քեզնից բացի մարդ կա թե չկա, կազմակերպություն, Պետրոս, կազմակերպություն։ Դու քիչ ես այդում դառնաս այդ կազմակերպության անդամ, արա գոնե մի հոգի տարեկան 44 միլիոն 900 հազար դրամ մենակ աշխատավարձ ես տանում։ Մի 9000 դրամ էլ գոնե անդամավճար կմուտես, գոնե մի Հայաստանից մարդ այդ կազմակերպությանը կլինի փող տվող։ Չես անում էլ, արա քցի, բելի, ինչ է հետը տես տանելու այդ փողերը, Պետրոս։ Վերջի անգամ այս երկրում լցոնում եղել է 2015 թվականին։ Նույնիսկ միջև հեղափոխությունը վերջին ընտրություններում լցոնում չէր լինում։ Բայց լցոնման ահազանգեր, որոնք տենց ինչ որ կիսանհայտ օկտահաշիվներով TikTok-ի տարածում էին, տենց 100 հազարավոր միջև դիտումներ էին ունենում եւ այլն, տենց գործողություններ մենք շատ ակտիվ տեսնում ենք ընտրությունների ապալեգիտիմացման։ Եվ նաև այս ընտրությունների կոնտեքստում արդեն տեսնում ենք, որ որոշ դերակատարներ ակտիվ նախապատրաստում են, հող են նախապատրաստում, որպեսզի ինչ որտեղ օգտագործելով հանրության միգուցե ոչ այդքան հստակ պատկերացումները բոլոր ընտրական կարգավորումների մասին, ապալեգիտիմացնել։ Արա լսի ինչ ապա լեգիտիմացնել, ինչ կեղծ տեղեկություններ։ Հիմա որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել ամբողջ կյանքում։ Նրա խմբագրության լրագրողն է եղել, Փաշինյանը падգամավոր է եղել, ինքը падգամավորի Նիկոլ Փաշինյանի օգնականն է եղել։ Նիկոլ Փաշինյանն եղել է խմբակցության ղեկավար, ինքը եղել է խմբակցության փորձագետ։ Նիկոլ Փաշինյանն եղել է վարչապետ, ինքը եղել է падգամավոր, ինքը իրան ընտրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Էդի սուտ է։ Ասենք այդ մասին ասողը նշանակում է ապա տեղեկատվություն է տարածում, որ ապա լեգիտիմացնի, բայց այդ մարդը ոնց կարա հիմա կազմակերպի օբյեկտիվ ընտրություններ, այն դեպքում, երբ որ այդ ընտրության մասնակիցներից մեկը իր շեֆն է, 1000 տարվա շեֆը, տղանել են ասում են կարող է պատահի բանակ չի գնացել։ Հիմա ասենք թե դու մտածում ես, որ ինքը գնացել է կենտրոնական ընտրական, որ հավասար մրցակցային ընտրություն։ Բայց որ ընտրական գործընթացի ամենագլխավոր մասնակիցը իշխանափոխության հիմնական թեկնածուն բանտում է, հնարավորություն չունի տնային կալանքի մեջ է քարոզարշավ իրականացնել։ Դա խո սուտ չի։ Հիմա ասենք թե խո սուտ չի արա, որ ամբողջ կենտրոնական ընտրական հանձնաժողով իրենց քաղաքական թիմակիցներից է կազմված։ Դանիել ջան, դու ոնց որ ահագին բան չես տեսնում։ Դու անը դրել ես իրազեկ քաղաքացիների միավորում, բայց ոնց որ շատ անտեղյակ ես դու։ Դու մի օր ժամանակ գտի, արի ես քեզ ահագին իրազեկ եմ, այս երկրում ինչեր է կատարվում։ Դու մենակ եթում ես այդ ամերիկացիներին ես լսում, չգիտեմ, այդ քպեականներին ես լսում, դա շատ քիչ տեղեկություն է, որ դու ես իրազեկ։ Ես քեզ լիքը իրազեկ եմ օբյեկտիվ տեղեկություններով։ Եղավ տղա ջան,
կգաս ես քեզնով կզբաղվեմ։ Թե չէ դու պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ, առանց էլ գիտելիք չունես, առանց էլ փորձ չունես, առանց էլ անտերական էլ ընկել Արի ես մի քիչ քեզնով կզբաղվեմ։ Ես հասարական հիմա ես մանկավարժությամբ շատ եմ զբաղվում։ Ճիշտ է, դրեսերովշիկի ոչ մի հմտություն չունեմ, բայց դա քո հետ ինչ կապ ունի քո հետ աշխատելու համար։ Դրեսերովշիկի հմտություն պետք չէ քո հետ աշխատելու համար։ Միայն մանկավարժությունը ինձ թվում է բավ։ Մանկավարժություն պլյուս գիտելիք։ Ես քեզ տենց օգտակար կարամ ելնեմ, իսկ հերդ քեզ տենց օգտակար եղած չի լինի։ Հələ մատ ասա տենամ դու ինչ օրինակներ գիտես Դանիել ջան։ Օրինակ թոշակների բարձրացում։ Կարող ենք շատ քննարկել թոշակների բարձրացումը, ինչքանով է նորմալ, որ ընտրություններից առաջ թոշակա բարձրացում, ինչքանով չէ, բայց դա ոչ մի ձև ընտրակաշարք չի։ Ոչ մի ձև ընտրակաշարք։ Չէ, մի րոպե Դանիել ջան, նախ քո ասածները չտենում ես տղա ջան, որ ասեմ, բան չես հասկանում։ Բա դու ինքդ քո բերանով ասում ես, որ ընտրակաշարքը այն է, երբ որ ընտրողին տալիս ես փող կամ ինչ որ ուրիշ բան, որ ինքը գնա քեզ ընտրի։ Բա եթե երկրում կա 600,000 թոշակառու, դու այդ 600,000 թոշակառուին իշխանության ներկայացուցիչը, որը նաև այդ ընտրություններին մասնակցելու է, ընտրությունների օրը հայտարարելուց հետո առանց պետական բյուջեին փոփոխություն կատարելու, առանց բյուջեով դա սահմանելու, ինչը որ պարտադիր պայման է, կառավարության որոշումով ամեն թոշակառուի ամսական տալիս է 10,000 դրամ փող։ Պետրոս դու բարգավաճ ես ել, այդպես բաներ լավ կիմանաս։ Այն ժամանակ որ ընտրակաշարք էին տալի, ինչքան էին ասում, ցնած ոչ մեկի չկարացին, ոչ բռնեն, ոչ դատեն, մեկին բռնեն, արդարացրին, տենց է չեն կարած էդի ապացուցեն։ Բայց խոսում են էլ ինչքան էին 10,000 դրամ, ապրես։ Դանիել ջան, հիմա կառավարությունը Նիկոլ Փաշի պետական բյուջեի փողով թոշակառուներին 10,000 դրամ կաշառք է տալի, ասում է 2 ամիս տալիս եմ, ընտրություններից առաջ, բայց ընտրակաշառք չի, բա ինչ է։ Բա եթե իրանք առողջապահության ապահովագրության հարցը կառավարության ծրագրում գրել են 5 տարի չեն արել, եկել են ընտրություններից մի ամիս առաջ անում են։ Ու մարդկանց անվճար բուժօգնություն են տրամադրում։ Բայց ընտրակաշառք չի, բա ինչ է։ Հիմա պարտադիր է որ ընտրակաշառք վերցնողը գնա անպայման Նիկոլ։ Կարա նաև չընտրի, չէ։ Ինքը կարա չընտրի, բայց տվողը որպես ընտրակաշառք է, չէ՞ տալի։ Դժվար է հասկանալ այդպես բաները, թե քեզ դրել ես ապուշի տեղ։ Տղա ջան, դու քեզ ապուշի տեղ մի դիր էլի։ Գլխի ենք ընկնում մենք, որ այդպես բաներ ես անում։ Քեզ չի սազում։ Մեծ տղա ես արդեն։ Մեծանում ես, չէ։ Մեր աշկի առաջ։ Ընտրակաշառքը դա երբ որ դիմացին տալիս ես ինչ որ բան, փող կամ ինչ որ ուրիշ բան, դրա դիմաց ստանում ես քվե։ Չի կարող թոշակների բարձրացումը, այդ ինչա բոլոր թոշակառուների հետ պայմանավորվածություն կար, բոլոր թոշակառուների իշխանություններն ընտրելու, պարզա չէ։ Այսինքն դա ոչ մի առումով ընտրակաշառք չի։ Ապրես, բայց դա նարե։ Հիմա ասեք թե որ հեծի աշխատողներին Ռոմանոս Պետրոսյանը որոշել է, որ մինչև 250,000 դրամ աշխատավարձ ստացողներին պարգևավճար տա։ Այն դեպքում, երբ որ աշխատավարձը պարգևավճարները բրանք բոլորը ինքնարժեքի տարեր են, այսինքն մտած են էլեկտրաէներգիայի գնի մեջ, հետևաբար առանց հանձնաժողովի թույլտվության այդպես բան չեն կարող անեն։ Հիմա դա ընտրակաշառք է թե չէ, Ռոմանոս Պետրոսյանը ցուցակի մեջ է։ Հիմա էդի կարան անեն, թե այդ ընտրակաշառք է թե չէ։ Չէ, Դանիել ջան, ես քո հետ ահագի երկար մենք պիտի աշխատենք։ Շատ երկար պիտի աշխատեմ ես քո հետ։ Դու տենց անտերական էլ ընկել ես փողոցներ, տենց չի կարելի, պիտի զբաղվենք մենք քեզնով։ Այսինքն դա համակարգված է։ Մենք տեսնում ենք կան կեղծ լրագրողներ, որոնք քիլերությամբ են զբաղված, նույն ձևի լրատվամիջոցներ, որոնք ուղղակի մեզնից այն ժամանակ գողացած փողերով են ֆինանսավորվում, երկրից գողացված։ Մենք տեսնում ենք կեղծ ինչ առումով, փաստաբաններ, իրավապաշտպաններ, մի խոսք ինչ ուզեք, հա, fake ընտրությունները հսկող դիտորդներ, ամեն ինչի fake-ը ունեն։ Այո։ Այդ սա համակարգը ստեղծված է, որ եթե չընտրվեն, գոնե մխտրեն։ Քո մասին է գիտեսի, Դանիել։ Արա Պետրոս, դու փաստորեն ամեն ինչ էլ գիտես, լավ էլ իրազեկ քաղաքացի ես դու։ Բայց Դանիելը քեզ ինչի չի համա։ Դանիել ջան, դու մեր Պետրոսին ինչի չես համակարգում։ Տենում ես ինչեր գիտի ձեր մասին։ Արա փաստորեն սաղ ձեր մասին ինչ արել եք Պետրոսը գիտի։ Ինչ էր ասում Պետրոս։ Փաստորեն դու տեղյակ ես, որ ես պրոիշխանական ուժերի դաշտում արևմուտքի ֆինանսավորմամբ ստեղծվել են
Սուտ կուսակցություններ, ասենք մթոմ կուսակցությունն է, էլի, Վասն Ադրբեջան, ենթադրենք, անվանումով Վասն Ադրբեջան։ Մի հատ դրա հետ միասին կա մթոմ լրատվական կայք, թիվ 1 մեմեմ, լրատվական կայքը։ Դրա հետ միասին կան հասարակական կազմակերպություններ, ասենք Իրավունքի Ադրբեջան, հասարակական կազմակերպություն, մարդու կնենք, գիտեք, ենթադրենք մի հատ ասկյար ալում, հետո այդ ասկյարի փոխարի մի հատ բաջի ալում, ելում են Իրավունքի Ադրբեջան հասարակական, դրանք միտոմ ՀԿ-ներն են։ Դրա հետ միասին կան նաև քաղաքագետներ, մթոմ քաղաքագետ են, չնայած մեծ մասը Ռուսաստանում են սովորել, մեկը Ռուսաստանում բժիշկ կա մթոմ սովորել, տենց է բժիշկ չի դառը, մեկը ռուսաց լեզվի եւ գրականության մասնագետ է, տենց է մասնագետ չի դառը, մեկը եսնամ ինչա, տենց, բայց իրանք բոլորը հա, այն Степа Григорьян, ну понимаешь, он физик, как Даниил. Ну не занимался, не удалось, но политик, большой политик, аналитик. Սրանց հետ միասին կան նաև հենա ասում ես կեղծ դիտորդներ, որ մթոմ դիտորդ է, բայց գնացել էր օրինակ Լեռնային Ղարաբաղում 19 թվին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդ էր, 20 թվին ազգային ժողովի նախագահի ընտրության դիտորդ է, բայց չես ասում դիտորդ, քո դիտածը ուր է։ Հանրաճան կլի մի հատ դու եթաս հիմա Արցախում մի հատ ընդեմ դիտես գաս էլի, քրոջդ էլ տանես ապարատով մի հատ Արցախի նախագահի նստավայրի պատերի հաստությունը նկարի, բանանի, հետո Արցախի հացել չկա, որ ընդ բռնեն, այն ժամանակ բռնել են։ Բայց գնացեք նորից Արցախ, դու պատերազմի վաղ գնացել ես, չէ՞ Արցախ։ Բայց հիմա չի չես գնում։ Արա բա պատերազմի վաղ, խառը վաղտերը գնացել ես, խաղ ժամանակ չես։ Դեռ մեզ արդեն խաղաղությունը հաստատվեց ձեր շնորհիվ ընդ։ Բայց չես ուզում մի հատ գնաս այդ խաղաղությունը տեսնես, քրոջդ այդ սիրուն նկարեք, դիտեք որպես դիտորդներ, անկախ։ Գաք։ Ադրբեջանում օրինակ, այդ թվում Արցախի տարածքում նախագահի ու ազգային ժողովի ընտրություններ են արել Ադրբեջանի։ Դու գնացին ընդ որպես դիտող, այ գնայիր էլի։ Բայց գնայի, բայց քո շնորհիվ ընդ ընտրություն ալու։ Բայց չես էթա դիտես գաս։ Դու ամեն ինչ գիտես փաստորեն, արա, քեզ դրել ես միամիտ մարդու տեղ ղազախական ծորերը քաշի դեմ նստել ես, բայց լավ էլ բիթի ես դու Պետրոս, ասեմ իմացի։ Այո։ Մինիմալ պլանը։ Մեծ մասամբ ծրագիր մինիմումը բխտերելն ու ապալեգիտիմացնելն է ընտրությունները, որովհետև ընտրությունների ապալեգիտիմացումը դա ընտրվող իշխանության անկախ նրանց թե ով է ընտրվում, էլի, հստակեցնենք։ Դա ընտրությունների արդյունքում ձևավորվող իշխանության թուլացում է։ Ինչը որոշ արտաքին դերակատարներ, ասենք նույն ասենք Ռուսաստանին պետք է, որ Հայաստանում ով էլ որ ընտրվի թույլ լինի, որովհետև թույլ իշխանությանը ավելի հեշտ է ճնշել։ Դրա համար դա Այսինքն դու մտածում ես, որ Ռուսաստանի պետք է, որ Հայաստանում իշխանությունները թույլ լինի։ Դրա համար է Նիկոլը մնաց է։ Տեսել է ինչեր գիտի էսի Պետր։ Այսինքն եթե Հայաստանում իշխանությունը փոխվի ուժեղ իշխանություն լինի, ուժեղ պետություն լինի, ուժեղ Հայաստան լինի, դա քո ասելուց ստացվում է, որ դա Ռուսաստանի շահեկան չի։ Ռուսաստանի շահեկանն է, որ սրանք մնան, թույլերը։ Ասես բաներ գիտի։ Դանիել դու ֆիզիկ ես, չէ՞։ Պետական համալսարանի ֆիզիկայով, լավա ֆիզիկայով չես բա։ Լսի, եթե դու Նյուտոնի օրենքը չգիտես, կարաս ես տաս դպրոցում ելես դասատու Նիկոլը գա ավտո խաղակ իրար հետ, գիտես։ Հելնայի, դժվար իմանաս, չէ՞ դու Նյուտոնի։ Ուրեմն կարաս դու լես ֆիզիկայի դասատու։ Հələ կարաս ատեստացիայի էլ մասնակցես, այդած մանկավարժական համալսարանի ռեկտորին փող տաս, տեստերը առնես, այդած այդ ատեստացիայի մասնակցես, աշխատավարձդ բարձրանա։ Հիմա տենց է։ Հետո այդ մանկավարժականի ռեկտորը քո կնգանգերույն է, չէ՞։ Եկն է դրան կարգերը։ Բա ո՞նց է լավ դրան բռնին, քո կնգան չբռնին։ Քո կնգան լավ, այդ մա դպրոցների զուգաներ փախկվումա չեն բռնում, հա։ Եկեք կոնկրետ օրինակով խոսենք։ Ուժային մարմինները հրապարակեցին ձայնագրություն, որտեղ ուժեղ Հայաստանի կողմնակիցները պարզ խոսում են, հա, այսքան կտաս նավարով ընտանիքներ ընտրի, այսքան կտանք, այն մեկ ասում է 20,000, ասում է հեռախոսով մյուզի, բա ինչ ասում, ասա քյաբաբ, ասում է դե նախտ քյաբաբը բեր, այն մեկին տվել են չի ապահովի, ասում են փողերը հետ բեր,
հին բարի ժամանակների խոսակցությունները։ Եվ ուժեղ Հայաստանը, չգիտեմ, հերքում է թե ինչ անում։ Նրանք ասում են մոնտաժված է ձայնագրությունը։ Կոնտեքստից կտրված է եւ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է։ Մի ծվծվա ես Մատկային Պետրոսի մշակեմ, հետո կանդրադառնամ քեզ։ Մի քիչ քեզ հանգիստ մի ճղճղա։ Պետրոս, ասենք դու այդ ամբողջ խոսակցությունից մենակ քյաբաբն է, հա, տպավորվի քո մեջ։ Ասենք քյաբաբի մասին խոսակցությունը, քյաբաբը բան։ Բայց որ ասես իրավապահները ձայնագրություն են հրապարակել։ Բայց մտ ասենք մարդ ես, արդեն եկքան մարդ ես, էլի 51 տարեկան մարդ ես, էլի երեխա չես։ Բայց ասենք ուղեղը չես աշխատում, ասես, նախ այդ որ իրավապահներն են հրապարակել։ Նիկոլ Փաշինյանին փաստացի ենթարկվող իրավապահները։ Այդ մեկ։ Երկրորդը մտ ուղեղը միջանցնես, ասես մի րոպե ախպեր, մարդուն գախնա լսել, ես երկրում չի կարելի։ Սրանք ում են գախնա լսել, ով է թույլ տվել, կարող է սարքած այդ խոսակցությունը, այդպես բան չկա, սարքել են այդ խոսակցությունը, չէ, որովհետև քեզ որպես լրագրող բան պետք է մի բան հետաքրքիր, ասես, եթե դատանի որոշում չկա, քրեական օրինը ո՞նց կարելի է մարդուն գախնա լսել։ Ուրեմն սաղից լսում է։ Վահո, դա չէ լավ, այդ պիտի քեզ։ Հետո գալիս ես հաջորդը, ասում ես, ասենք փեզ աներձակ իրար հետ խոսում են, ասում են դու գալուս քյաբաբ կբերես, այնել ասում է քյաբաբ կբերեմ, սաղ կյանք ես եմ քյաբաբ քեզ տվել, հիմա դու այդպես բաներ են խոսում։ Հիմա ասենք որ մեկն ասում է, որ քյաբաբ են տվել, այդ հաս ընտրության, բայց քո ուղիղը չես աշխատացնում, ասես, արա, հələ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ոչ մի կուսակցություն հայտ չի ներկայացրել, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշին, գրանցված կուսակցություն չկա։ Ոչ մեկին հիմա ընտրություն անել հնարավոր չի։ Հələ ընտրությանը 2 ամիս ժամանակ կա։ Հիմա եթե մեկը մեկին քյաբաբ տալի, էդի հունիսի 7-ին ոնց պիտի դրա հետ ինչ կապ ունի։ Կամ որ ասում է 180 մարդու տանեն Կեսյան, 180 մարդու բերեն։ Չես ասում, արա մի մարդ էլ ես եմ։ Ընձի ոնց են տանում Էսյան, ոնց են բերում։ Կարող է դա հիմարություն, արա երկու մարդ գյուղի մարդ իրար հետ խոսել է, ես ինչ են խոսել։ Հիմա դու դա սարքել ես հանրային հերոստատեսությունում քննարկման, որ բացահայտվել է ընտրակաշառքի դեմ, Դանիել ջան, դու ինչ կասես, այ իմաստուն դիտորդ։ Հələ մի հատ դիտի տենանք, դիտել ես այդ ձայնագրությունը, դիտած կլնես։ Խելքդ ասեմ ես քո արա, եկքան մարդ ես արա։ Գիտեք, չմտնելով կոնկրետ գործի մանրամասների մեջ, որտեղ կոնկրետ գործի մանրամասները ստեղ բան չեն։ Մենք որպես դիտորդական առաքելություն ունենք արժանահավատ տեղեկություններ, որ նման երևույթներ, այդ թվում անձանց գրանցելու միջոցով փորձել ընտրակաշառքը որպես աշխատավարձ ձևակերպել, հա, որ մարդկանց գրանցում են, բայց գործ չկա անելու, էլի զուտ փող են ստանում։ Որ նման երևույթներ կան եւ կան, մենք այդ ահազանգերը տարբեր մարզերից եւ նաեւ Երևանի տարբեր հատվածներից ունենք։ Որպես մենք հակված ենք հավատալու, որ երևույթը տեղի է ունենում։ Բայց գիտեք, այս պատմության մեջ իմ համար ամենա զարմանալին էր, թե կներեք, այնեղ որ խոսվում է, որ 180 ընտրող սենց, 180 ընտրող նենց, ասում է տար 180 ընտրողը դուր ԿՊ-ին են, ասում է չէ ես բան է, խնձոր է ընտրողը, ապրանք է, բան, քիշեք ես չեմ ծախի նրան կծախեմ, կներեք, ընտրողը ապրանք չի, մարդ է ընտրողը։ Չէ, այս խոսակցության մեջ ապրանք։ Այս երկրում Ներեք, այս երկրում եղել է հեղափոխություն, որտեղ ընտրողը եղել է ապրել, եղել է ժամանակ, երբ որ ընտրողը մեծ հաշվով ապրանք է եղել։ Ոչ բոլոր ընտրողները իհարկե, բայց այդ ընտրողները դժգոհել են դրանից, հեղափոխություն են արել։ Հեղափոխության պահանջներից մեկը եղել է, որ դրա դեմ պայքար լինի։ Եվ դրա դեմ պայքար կա, կարող է այդ պայքարը այդքան էֆեկտիվ չի, թերություններ կա, իհարկե, բայց մի րոպե, արա, դու լարը խառներ իրար, արա, դու ես ինչեր ես խոսում, Դանիել։ Ոնց ես երկրում մարդը ապրանք ա եղել, ով է ապրանք եղել։ Պետրոս, դու մինչև 18 թիվը ապրանք ես եղել։ Ինչ ապրանք ես եղել դու, արա։ Քեզ առը ծախել են։ Կարող է քեզ կենտրոն հեռուստաընկերությունից ծախել են հմ մեկի վրա, հմ մեկն էլ էսի մեկին վարձով տված լի բան։ Ինչ ապրանք ա եղել։ Բա որ ապրանք ա եղել, կեղծիք ա եղել, խախտում ա եղել։ Անչի մարդ չի դատվել, 8 տարի է արդեն սրանք իշխանության են։ Դանիել 8 տարի է դու Նիկոլ Փաշինյանի հետ իշխանության չես, դու իշխանությունն ես։
Արա, բա չի մատ ընտրակերտիկ չեք բռնել, չեք բացահայտե։ Ապրան։ Հիմա որ ասում ես մարդուն գործի են ձևակերպե, փող են տալի, դա ընտրակաշարք է։ Հələ ընտրություն չկա, նախընտրական քարոզչությունը սկի չի սկսել։ Դա գործ չկա։ Բա հիմա որ քեզ այդքան միջազգային կազմակերպությունները փող են տալի, դու էլ առանձնապես գործ չունես անել։ Դու ապրանք ես։ Հələ մտենանք ես ինչ ապրանք է Պետրոս, դրանով է փող տալի։ Ուրեմն Դանիել Հովհաննիսյանին պատկանող իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ին տարեկան բյուջեն կազմում է $1,070,000, ներառյալ $144,932 NID-ից և $282,505 Սորոսի հիմնադրամից։ 2022 թվի ֆինանսավորումը ընդհանուր առմամբ կազմում է $447,457, իրենց նշածով $531,311,000, ամսական $44,200։ Ֆինանսավորողները գիտես ով են Պետրոս, ասեմացի։ Ազատության տուն, Վաշինգտոն, $70,087, Միջազգային հանրապետական ինստիտուտ, Վաշինգտոն, $3,982, Ժողովրդավարության ազգային հիմնադրամ, Վաշինգտոն, $191,750, Բաց հասարակությունների հիմնադրամ, Հայաստան, Երևան, $111,206, Բաց հասարակությունների հիմնադրամը կրկնում ենք $11,604, Օքսիջեն հիմնադրամ Երևան $6,547, Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն $20,340, Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն $32,241։ Այդ հենց մենակ 2022 թվականին, նույնը մյուս տարիներին։ Հիմա Պետրոս, այս մարդը ապրանքը, արա բա ճիշտ թանկ ապրանք ես դու այ ախպեր։ Արա այդ ինչ ապրանք ես դու այ ախպեր։ Դες գինալը, արա $1 միլիոն ապրանքը։ Հեն այդպես գներ եք կրակում, արա սաղը։ Այն Ռուբինյանն էլ հենց ասում է, ես $1 միլիարդ ապրանք եմ։ Որը մտնում ես նայում ես, արա այ ախպեր, դες գին չկա, արա դες գին չի եղե։ Սպարտակի վաղ սկիստարկության ժամանակ դες գնով ստրուկ չի։ Դες ինչ թվեր եք կրակում, այ ախպերան։ Բա հիմա քո արածը ինչ է, այս ֆինանսավորման, Պետրոս պատկերացնում ես դու հիմա մի հատ հյուր ունենայի, որի դեպքում ասենք, չգիտեմ, այս ինչ հիմնադրամ Մոսկվա, ստացել է այսքան փող, այս ինչ հիմնադրամ Սանկտ Պետերբուրգ, այսքան Ռոսսատրուդնիչեստվա այսքան $1,000, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն այսքան $1,000, Եվրազիյսկի էկոնոմիչեսկի ֆոնդ ռազվիչիա, այսքան ասեք, եթե այդպես փողեր ստացած մարդը գար նստեր այստեղ խոսար, ինչ կասեիր դրան, կասեիր այ ախպեր, դու պարզ չի ով ես ինչից ես խոսում։ Մեզ է տրել եք ապրանքի տեղ, հա մեր ժողովրդին, ձեր ապրանք հալով։ Դες ինչեր են խոսում, ասում մարդիկ ապրանք են եղել, հիմա ապրանք են, էլ պիտի ապրանք չլնեն։ Իլակի դու։ Մտում քո դարդը քեզի քիչ էր, հիմի էլ ապրանք։ Մյուսը, դուք ասում եք, որ ունեք տեղեկություններ, որ Ռուսաստանում գործարանների համայնքի միջոցով ճնշում են քաղաքացիներին, որ գան ընտրեն ուժեղ Հայաստանին։ Տեսեք, ես ճիշտ եմ ձևակերպում։ Երևույթը հետևյալն է, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ստիպում է տարբեր այն հայկական շրջանակներին, որոնք ունեն ինչ-որ ազդեցություն, հիմնականում գործարարները, բայց ոչ միայն գործարարները, հավաքներ են անում, այդ հավաքների ժամանակ այդ շրջանակներին հավաքում են եւ հրահանգավորում են, որ պետք է Հայաստան ուղարկեն իրենց ենթակա աշխատողներին, որոնք որ Հայաստանի քաղաքացի են, որպեսզի Հայաստանում մասնակցեն ընտրությունների, այդ աշխատողներին տան ընտրակաշարք 100,000 ռուբլու չափով, ինչը դրամով մոտ մի $500,000 դրամի կարգի է գալիս, եւ մի մասի դեպքում տալիս են քաղաքական ուժի անվանում, թե որին պետք է ընտրել, նորում երկու ուժի անվանում են տալի, մի ուժի չէ, տարբեր տեղեր, տարբեր ուժի, կան, տեսեք, քաղաքական ուժերի մասով ապացույցներ, որ ունենանք, որոնք որ կարող ենք հրապարակել, այդ ժամանակ քաղաքական ուժերի մասով կհրապարակենք, որտեղ մենք ապացույցներ ունենք, բայց մենք այդ ապացույցների մի մաս չենք կարող հրապարակել, որտեղ այդ ապացույց հրապարակելը շատ ուժեղ խոցելի իրավիճակի մեջ կդնի այն մարդկանց, ովքեր որ Ռուսաստանում մեզ օգնել են, որպեսզի մենք այդ ապացույցները հավաքենք։ Լսում ես ինչ էր խոսում Պետրոս։ Արա դու
քյալագես բերես մարդու գախին։ Արես մարդը նստած Հայաստանի պետական հեռուստաընկերությամբ ասում է, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը միջամտում է Հայաստանի ընտրական գործընթացին ու ինքը Ռուսաստանի տարածքում իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն։ Այսինքն ինքը ընդունում է, որ ինքը հիմա հետախուզություն է իրականացնում Ռուսաստանում, ոչ օրինական աղբյուրներից, ստանում է տեղեկություններ իբր Ռուսաստանում կատարվողի մասին, տալով նահանգների քանակ, տալով գումարի չափ, գործողությունների նկարագրում, բայց հենց ասես կոնկրետ բան կարած, արա, բա որ կոնկրետ բան դու չես կարա ասես, դու ոնց ես բերանդ բացում ասում, օտար երկրի հատուկ ծառայությունը միջամտում է այս երկրի անվտանգ ներքին քաղաքական, դու հասկանում ես էսի սպառնալիքներից է խոսում Պետրոս։ Ուսես բա որ կոնկրետ բան չես կար ասես, ուրեմն դուս ես տալի, չէ։ Այսինքն դու կարաս նստես պետական հեռուստաընկերությունում, դուրս տաս երկրի ներքաղաքական կյանքի ամենագլխավոր խնդրի վերաբերյալ մեզ համար բարեկամ եւ մի երկիր, որի ղեկավարի հետ Հայաստանի վարչապետը մի քանի օր առաջ հանդիպել է, դա նույնիսկ հաց է կերցրել 4 ժամ։ Ու դու եկել ես ստեր նստել ես դրա մասին։ Պետրոս դու օին ես բերում, արա դու քո գլխին ես օին բերելու, Պետրոս։ Արա քեզ մի բան էլ դու հասկանում ես մեր վիճակը։ Պետրոս դու հասկանում ես իմ վիճակը, եթե դու քո գլխին մի փորձանք բեր։ Ես ինչ եմ անելու, Պետրոս։ Ինչ եմ անելու, ես երկրորդ Պետրոս, որտից եմ ճարելու իմ համար։ Սա ժողովուրդ գիտեն թե դու իմն ես։ Ասում են Ղազյան ջան, Պետրոսը տուրա։ Բայց որ քեզ մի բան, ես ինչ եմ անելու, արա։ Մի արեք այդպես բան, արա, Դանիել ջան, մի արա։ Դու քո ջանդամ այ աղբեր ջան։ Այս Պետրոսին ես տանելու վարի տաս դու արա։ Որտեվ խոսքը գնում է Ռուսաստանի ամենաազդեցիկ իրավապահ մարմնի մասին, էլի։ Եվ դրա համար մենք շատ զգուշ ենք այն տեղեկությունների հետ, որոնք հավաքում ենք, էլի։ Մենք տեղեկություններ ունենք Ռուսաստանի 7 շրջաններ, 7 ռեգիոններից, հիմնականում երևույթները բավականին համանման են, տարբեր տեղերում այդ բիզնեսմենների նկատմամբ սպառնալիքներն են մի քիչ տարբեր, ոնց հասկանում եմ, այդ սպառնալիքները թողնված են տեղական ֆանտազիային, եւ որպես կանոն ես պիտի ասեմ, որ մեզ ահազանգողները հենց բիզնեսմեններն են, որոնք որ բավականին դժգոհ են այդ իրավիճակից, որտեղ իրանք հասկանում են, որ մի կողմից իրանք Ռուսաստան իրավապահները իրանք մի բան են պարտադրում, ուրիշ կողմից իրանք Հայաստանում են հանցագործ դառնալու։ Ասեք դու հասկանում ես Պետրոս, Հայաստանի քաղաքացին ըստ մեր ընտրական օրենսգրքի ընտրության կարա մասնակցի միայն Հայաստանում։ Դեսպանություններում քվեարկություն օրենքով չկա, ընտրության օրը շրջիկ քվեաթերթիկ չկա, այսինքն եթե մարդը որտեղ հաշվառված է, այդ տեղամասում չգնա իր քվեարկությունը չանի, ընտրության չի կարա մասնակցել։ Պետությունն էլ հնարավոր բոլոր ձևերով խթանում ասում է, սիրելի քաղաքացիներ, հելեք, եկեք մասնակցեք քվեարկության։ Քաղաքացիական ձեր պարտքը կատարեք։ Ամենակարևոր բանն է նա, որ մարդը գնա քվեարկության։ Հիմա ես ասում եմ, արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացի, եթե գա Հայաստան, իր քաղաքացիական իրավունքներից օգտվի, դա խնդրեմ է։ Մենակ ինքը պիտի անի։ Եթե դա անեն։ Եվ տենց երկու քարի արանքում են հայտնվել այդ բիզնեսմենները, ճիշտ ասած ես չգիտեմ էլ ինչ իրանց խորհուրդ տամ, իրանց խնդրեմն է, թող բիզնես դնեին այնպիսի երկրում, որտեղ որ իրավունքները պաշտպանված են, բայց հիմնական ահազանգողները հենց այդ բիզնեսմեններն են։ Դուք ունեք նման ահազանգեր։ Երկու 7 տարբեր ռեգիոններից։ 7 տարբեր ռեգիոններից։ Ասում եմ, արա դե որ ունես, տարբեր ռեգիոններ չէ, մատել է կոնկրետ, ասա, ես ինչ նահանգում, ես ինչ ինքնավար մարզում, ես ինչ ինքնավար հանրապետությունում, ես ինչ մարդը, հանդիպել է ես ինչ մարդու հետ, ասել է կոնկրետ ապացույց չէ, մարդը որպեսի ապուշ դուրս չտա,
Պիտի իր ամեն մի խոսքի տակ լինի։ Հիմա ես ոնց եմ ասեն քեզ մշակելու համար, որպեսզի ապուշ դուրս չտամ, գնացել եմ, մտել եմ ինտերնետից նայել եմ, տեսել եմ քեզ ով է ֆինանսավորում, կազմակերպության անունը ճշտել եմ, ֆինանսավորման չափը ճշտել եմ, մտել եմ Պետրոսի աշխատավարձի չափ, ասեն հիմա որ ես ասում եմ Պետրոսը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունից 24 տվից ստացել է 16 միլիոն 675,993 դրամ։ Մի հատ էլ ստացել է 28 միլիոն 44,080 դրամ։ Էդի խո ապուշ չեմ դուստա, կոնկրետ փաստա, չէ։ Բայց հիմա եթե դու ես ինչ-որ բանից խոսում, կլինի դու էլ մի հատ բանը կոնկրետ փաստով ասես։ Ինչ ես աշկետ չռվերես։ Սխալ ասեմ թվերդ։ Հələ բանն էլ չեմ ասել։ Նոր գովազդային գործակալություն 184,085 դրամ։ Էդ այդքանի դու մենակ երևի ամսական սիգար ես ծխում։ Թարգյար է ծխել է։ Նորմ 7-րդը էս վերջերս ստացանք ահազանգը։ Եվ այս առումով պետք է ասեմ, որ մենք նաև տեղեկություններ ունենք, էլի արժանահավատ տեղեկություններ, որ ավտոբուսների մոբիլիզացիա տեղի ունենում Հայաստանում, որպեսզի տեղափոխեն ընտրողներին, որոնք տեղափոխեն թե սահմանից եւ օդակայանից դիմավորելու կոնտեքստում եւ թե Ռուսաստանից անմիջականորեն բերելու կոնտեքստում, որտեղ Ռուսաստանը Արա Պետրոս դու դեռ մեծ սրա ասածը մեր իրականության մեջ պատկերացնեմ։ Ավտոբուսը մոբիլիզացվել է, որ օդանավականից մարդուն դիմավորի։ Մի հատ պատկերացրու ավտոբուս գնացել կանգնել է օդանավական։ Մեկը գալիս է Մոսկվայի ռես։ 200 հոգի մարդ գալիս են։ Մեկ երեխեք հետա գալի, մեկը մենակ է գալի բան։ Հետո այդ ավտոբուսի այդ դիմավորողը ինչ պիտի իմանա, սրանցից որ մեկն է ընտրող, որ մեկն է մենակ Հայաստանի քաղաքացի, որ մեկն է այդ սելեկցիան ոնց պիտի անի։ Լավ, ջոգին ասին ընտրողներն ովքեր են, թողան, ընտրողներ, պլակատի վրա, ընտրողներ, դիմավորին ընտրողներին, տարան նստան ավտոբուս։ Հիմա այդ ընտրողներից մեկը եթում է Մասիվ, մեկը եթում է Մարտունի, մեկը եթում է Հոկտեմբերյան, մեկն էլ եթում է Կապան։ Այդ ավտոբուս դրանց ոնց է տանելու։ Բա տարավ, երբ դիմավորեց, ընտրությունը երբ է։ Հասկանում ես, ասենք նստած խոսում է, ասենք կարող է հիմա մի ամիտ մարդ է, կարող է, չէ, ասենք մեկը հələ մարդ է, էլի, մինչև հիմա մեկը մնացել զոմբի։ Նստած հիմա լսում ասում է, տես արա ավտոբուսներով մարդ են դիմավորում այրոպորտից տանում են ընտրության։ Բայց ասենք նորմալ մարդն ասում է, այ բալ, ես ինչեր ես դուս տալ, արա, խո դու հիմար չես, արա, ես ինչեր ես խոսում, արա։ Այդ քո ասածը մի հատ պատկերացրու էր։ Ասենք օրինակ Կրասնոդարից ավտոբուսը մարդը եկել է Հայաստան։ Ընտրությանը դա ինչ կապ ունի, արա։ Հիմա այս պահին ամեն օր այնա եթե մեզ ավտոկայան գրած է Երևան Կրասնոդար, Երևան Մինվոդի, Երևան Արմավի։ Իթում են, ընտրությանը եւ որ իթում են դից է գալիս են, չէ։ Արա ես չեմ հասկանում Պետրոս։ Դու հասկանում ես Պետրոս։ Կան ռեգիոններ, որտեղից կարելի է Հայաստան ցամաքային ճանապարհով հեշտությամբ հասնել։ Ընդ որում բավականին առատ գումարներ են խոստանում այդ ավտոբուսների սեփականատերերին եւ վարորդներին։ Ինքն Ռուսաստանի որոշ շրջաններից, հարավային շրջաններից բերելու համար ուղևորը մինչև 20,000 ռուբլի խոստանում են, ինչը բավական մեծ գումար է։ Որն արա։ Քու գործից լավ գործ է։ Թարգետ, մեկը տենում ես մոտը չի ստացում այդ հեռուստան, արդեն դառնես ծիծաղի առարկա, սա ձեռ են առնում քեզ։ Թարգի գնա Կրասնոդար Երևան ռեսկշի։ Թվերը ախպեր, չես տենամ ինչեր է խոսում են։ Ասում են, լսեցիր, պրավա ունես դու։ Գնա ռեսավիկ աշխատի, այդ ցավը տանեմ։ Կրասնոդար Երևան, մի ցուցանակը դիր քշի գնա արի։ Մի օրում կետաս, մի օրում գաս։ Թվերը։ Անդրադառնանք եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ընդդիմությունը ապշելու բան է։ Թվում է թե եղել է դեպք, իհարկե կարելի ասել երիտասարդներ են, պետք է մի քիչ ուրիշ ձև վերաբերվել, բայց բռնությունը դատապարտելի է։ Ոչ, պարզվում է բռնությունը դատապարտելի չի, այլ արդարացվող է։ Եթե դու ընդդիմադիր ես եւ իշխանության նկատմամբ բռնությունը, դու Գյուլնաստատի հեքիաթները կարաս գրես, միայն թե արդարացնես։
Պետրոս մի բան հարցնեմ էլի քեզ։ Իշխանության նկատմամբ բռնություն դու այդ եկեղեցուն որտե՞ս տեսել։ Ում նկատմամբ են բռնությունը։ Ես տեսել եմ բժշկական փաստաթղթերով հաստատվածը, տեսանյութերով հաստատվածը, որոնց մի հոգու նկատմամբ բռնություն գործադրվել 18 տարեկան երիտասարդի նկատմամբ բռնություն է գործադրել Նիկոլ Փաշինյանի թիկնապահը բռունցքով հարվածել է երիտասարդին, ով աղոթագիրքը ձեռքը գնացել էր Կիրակի օրը Ծաղկազարդի Սուրբ Պատարագի մասնակցում էր պատարագի, եկել են, ներխուժել են, մտել են եկեղեցի, այդ մարդու ծեսը խաթարում են, բռնցքով հարվածել են, դիմաց ծնոտային վնասվածք ստացել, ուղեղի ցնցում ստացել, ու իշխանության ներկայացուցիչի կողմից բռնության ենթարկված մարդուներ ձերբակալել են, կալանավորել են։ Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն դու որտեղ ես տեսել, որ հələ մեկն էլ դա դատապարտի։ Կարաս ինձ ասես։ Դու տեսել ես իրազեկ։ Դու ինչ ես տեսել։ Մտել ասա։ Իսկ ահա որ հանկարծ մի հատ ոստիկան Քրիստինե Վարդանյանի մազը քաշում էր, ինքը գոռում էր, որ աննախադեպ բռնություններ են եւ նման բռնություններ Հայաստանում չեն եղել։ Այ իշխանության նկատմամբ բռնությունը նորմալ է։ Տեսեք, բռնությունը առհասարակ նորմալ չի, քաղաքականությունը բռնություն չպետք է լինի, քաղաքականություն առավել եւս ընտրված դոկումենտի ինչի համար եք ասում։ Այդ նույն լրագրողները, որ ասում են, այդ նախքին փողերով գողացած փողերով հիմա ուտող այդ լրագրողները, ես փորձեմ արդարացնում են դա։ Արա, դու ինչեր ես խոսում, արա, փողեր Ինչեր ես խոսում, փողերով գողացած լրագրողը որն է, հիմա տվել ենք, հիմա չես դրա մասին եք էստեղ խոսում։ Ինչ արել ես, չես արել, ջանդ սաղելի, դե լավ էլի Պետրոս։ Եկեղեցու անուն լսիր, սկսեցիր արդեն խոստովանել, Դանիելը բան չի, քահանա չի, որ խոստովանում ես։ Կարող է ուզենաս կաթողիկոս դառնաս դանջա։ Հա? Դանիել 7-րդը D7 կաթողիկոսը որ մի քիչ վիզ դնես կարող է գիտես Նիկոլ Փաշինյանը նախընտրական ծրագրում գրել է չէ որ եկեղեցու դեմ պիտի պայքարի կաթողիկոսին հեռացնեն ու դու դա չես նկատել չէ որ քաղաքական ուժը ապօրինի հակասահմանադրական նպատակներ դրել իր ծրագրերը չեք ձեր առաքելություն դե որ չես դիտարկել կարաս դու էլ ասել ես կաթողիկոս D 7-րդ կաթողիկոսը ABG չէ D Ես փորձել գամ թե ինչի են իրանք դա անում գիտեք բայց միջև այդ ասեմ որ շատ բարձ է որովհետև իրենց վճարում են դրա համար Չէ, բայց ինչի է այդ ամեն ինչը տեղի ունենում, որովհետև մենք տեսնում ենք, որ ռուսական շրջանակների կողմից ակտիվ գործողություններ են կատարվում քաղաքականությունում բռնությունը նորմալիզացնելու ուղղությամբ։ Այդ գործողություններից օրինակ բավականին այնց հստակ տարանջատվողը 2 տարի առաջ հունիսի 12-ին Սրբազան շարժման այսպես կոչված ժամանակ ոստիկանության շարքի վրա ցուցարարների հարձակումներ, որը բավականին աննախադեպ էր նրանով, որ 15 թվականից, եթե ՊՊՑ-ի դեպքերը թողնենք, 15 թվականից Հայաստանում ձևավորվել էր ավանդույթ խաղաղ ցույցերի, խաղաղ եւ միայն խաղաղ։ Ընդ որում ՊՊՑ դեպքերի ժամանակ ոչ խաղաղ էր միայն այդ տարածքում։ Շուրջը տեղի ունեցող բոլոր ցույցերում ցուցարարները խաղաղ էին։ Այ Դանիել ջան, ընդել էր խաղաղել, ընդե մթում ինչ էր։ Ընդհանրապես մարդ էին սպանում էլի։ Ընդհանրապես մարդկանց էին վերցրե պատաններով բանեն, ինչ կար ընդե։ Խաղ, մեկ էլ ասենք թե հիմա որ են քո ընկերը, այն Դավիթը Սանասարյան, որ հետո պաշտոնի նշանակին կոռուպցիոն մեղադրանքով հանին։ Այն որ ժողովրդին ուղեց դեպի Սարիթաղ, որպեսզի այդ Սարիթաղի այդ բարձր դիրքից միանգամից ժողովուրդը լսվեին ՊՊՑ գունդ, միանգամից բոլորը զինվեին, այնտեղ անվերահսկելի զենք կար, այդ զենքով արդեն էին իրար կրակեին, արինահեղություն անեն, այ մարդ նորմալ էր էլի, հիմա ինչ էր այդ մարդկանց արածը։ Դե ձերանք էին խո դու դա բան չես կարա մեջն ես չէ՞ էլ։
Չես դիտարկե, այն ժամանակ դու անկախ դիտորդ չէիր, արա բա անկախ դիտորդել էր կարայր սաղ դիտարկեիր է։ Փու, արա այն վաղտ անկախ դիտորդ չի եղել Պետրոս։ Իրազեկ չի եղել այն վաղտ։ Այն վաղտ եղել է անիրազեկ քաղաքացիների միավորման նախագահ, հիմա արդեն բիթի է իրազեկն։ Այդ ձեռքերը բարձր բան գանձիական տենց ոչով խաղաղ են նաև այդ խաղաղ ցույցերի ավանդույթն էր որ թույլ տրվեց որ 18 թվականին հեղափոխություն արվի դա շատ լավ ավանդույթ էր որը ձևավորվեց էլեկտրիկ Երևանից սկսած եւ այդ ավանդույթը ջարդելու ուղղությամբ գործողություններ են արվում որոնցից էր ոստիկանության շարքերի վրա հարձակումը 24 թվականի հունիսի 12-ին այստեղ հստակեցնեմ այդտեղ ոստիկանությունն էլ սխալներ ուներ բայց այդ կտրուկ ցուցարարների այդ պահվածքի փոփոխություն որ կարելի է ոստիկանների վրա հարցանախահարցակ լինել Այսինքն հունիսի 12-ին ով է հարձակվել ոստիկանները հունիսի 12-ին ես ընդ եմ եղել ազգային ժողովի падգամավորները ուզում են գնային ազգային ժողով Արամ Հովհաննիսյանը չի թողնի Արամ Հովհաննիսյանն էլ լինի այն Արամ Հովհաննիսյանը որը որ Արտաշատում այն քաղաքապետն ասում է պարոն վարչապետ այն շենքերից մեկը մեր Արամ Հովհաննիսյանը բերան այդ փակ բայ արա կամերան միկրոֆոնը վրան խփած արա դու բերան այդ բացել ես արա բա իսկ հիմա ուր Արամ Հովհաննիսյանը երկու շենքերից մեկում չես դիտարկե չէ մի դիտարկի որովհետև իր տղան էլ եղել է ՔՊ-ի Արտաշատի ավականու ընտրությունների համամասնական ցուցակի անդամ, հետո դառել է Արտաշատի քաղաքապետի խորհրդական, հետո Արտաշատի քաղաքապետարում 12 հոգու ձերբակալել են բաց իրան, դա ինքը ազնիվ է, հորնակաշ է։ Իրանց մոտ ազնվությունը ցեղական է։ Երկրորդը դա մի շարք տարբեր իրադարձություններ եղավ, բայց օրինակ էլի հիշարժանա վերջերս ԱԱՑ շենքի վրա մոլոտովի կոկտեյլի նետումը, որը էլի տենց բանանում նորմալիզացնում է տենց բռնությունը քաղաքական process-ներում Եթե կհիշեք մի քանի տարի առաջ ձերբակալվեց ռուսական բանակի մի ստորաբաժանման sense ячейка, չգիտեմ հայերեն ոնց կլինի, Արբատ ստորաբաժանման մի հատ խումբ որը Ռուսաստան վերապատրաստվել էր եւ ուղարկվել էր Հայաստան X պահի ուրեմն չոր զինված հեղաշրջման կամ դրա նման մի գործողության մասնակցելու համար Էդի լավ չենք հիշում, որովհետև էդի անցավ այդ սութը դրա մասին մոռացան, եթե դες բանել էր աղմուկ կլներ, մարդիկ խոսեին, ոչ դրա քրեական գործից པարզ դարձավ ինչա։ Էդի չենք հիշում, դա գիտես ինչ եմ հիշում ես։ Արա չեմ կարող մոռանալ Պետրոս։ Ես հիշում եմ, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին մեր շենքի բակում իմ նկատմամբ բռնություն գործադրվեց։ Ոչ թե ասենք թե մի հատ ձեռնամարտեր եղել, ես փորձել էի այդ թիկնապահին այդ երիտասարդը, այլ սպասել էին, դարանակալել էին, եկա, գցեցին գետին, մենակ գլխի շրջանում, հարվածին, անընդհատ արդեն ակնհայտ սպանության փորձեր էլի, այդի հիշում եմ։ Մեկ էլ հիշում եմ, որ դրա կապակցությամբ Պետրոս դու ոչ մի բռնություն, ոչ դատապարտիր, ոչ հանրային հեռուստաընկերությունում քննարկում արի, ոչ ինձ կանչիր, ոչ ուրիշներին, ոչ հարցրի, ասի կայ ախպեր, այս մարդը քաղաքական գործիչ, ոչ մեկին փողապարտ, ինչի են ծեծում, ինչի են նրա նկատմամբ բռնություն գործադրում։ Էդի ես չեմ հիշում, որ դու արձագան։ Միրան Հակոբյանի, որ Դալմայի պարկինգում նույն ձևի Էլան բռնություն գործադրին չուրկիները քաշած, փախան գնացին, դրանց բռնին, չբռնին, դատին, դու բռնություն դատապարտողն ես Պետրոս, ու դու մտածում ես, որ վարչապետին բռնության են ենթարկել, արա լավ, փրկվավ էլի, փրկվավ էլի Պետրոս, տենում ես են Քենեդին չփրկվավ, բայց ինքը Թրամփն էլ փրկվավ, Թրամփը փրկվավ նախընտրական շրջանում, մեկ էլ Նիկոլը այդ բռնությունից փրկվավ, իրազեկ ես չէ, դիտել ես չէ այդ տեսանյութերը, ու հետա չէ դիտելուց հետո քո կարծիքը, ինչքան փող են տվել չէ այդ կարծիքների համար, արա ահագին է Պետրոս, արա ասում ես, արա ամիսի 44,200 $, արա ինչ բիզնես ունենաս ամիսի 44,000 $, փող կաշխատես Պետրոս,
Արդ օրը $1000-ից ավել է անում։ Օրը մարդկա ամիս $1000 չի կարող աշխատի ախպեր, էսի օր է։ Թվանոց տղա է։ Բայց տենց գործողություն Պարզա չի կարա օրը ցերեկով սկսի։ Դա պետքա մանրից էսկալացնես, որպեսզի ինչ որ պահի արդեն զինված խմբերին գործի մեջ դնես։ Այդ էսկալացիային ուղղված գործողություններ մենք տեսնում ենք տարբեր գործողություններ, որոնցով փորձ արվում առավելագույնս էսկալացնել։ Եվ ես պետք է ասեմ, որ ընտրությունների հետ կապված հիմնական ռիսկերը, որոնք մենք իդենտիֆիկացնում ենք, մի քանիսն են, ու դրանցից մեկը դա հենց այդ մեթոդներով եւ ոչ միայն այդ մեթոդներով, տարբեր մեթոդներով Ռուսաստանի միջամտությունն է, բայց նաեւ բռնությունը նորմալիզացնելու մեթոդով, մյուսը դա ընտրակաշարք եւ ընտրողների վրա ապօրինի ազդեցության մեթոդն է, որը եւս տեսնում ենք կա հա մեծամորի բացահայտումը հակակոռուպցիոն կոմիտեի, որը անմեղության կանխավարկած չխախտելով, բայց եկենք ընդունենք, որ բավական արժանահավատ է, եւ երրորդը դա իհարկե վարչական ռեսուրսի հետ կապված ռիսկերն են, որ մենք այո նաեւ տեսնում ենք, որ իշխանությունները կարող է վարչական ռեսուրսի չարաշահումներ ունենան, բայց առաջի երկուսը այս կամ այն կերպ փոխկապակցված են Ռուսաստան Կարող է, բայց չեն այդ ունեն այդ հնարավորությունը դա, բայց այս իշխանությունները չէ։ Իսկ դու ասենք չես նկատում, չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը դիմել է Եվրամիությանը ընտրություններին աջակցության համար, որ կայակալածն ասել է, որ իրենք արագ արձագանքման խումբ են ուղարկելու Հայաստան, որ 12 միլիոն եվրոյի ֆինանսական աջակցություն են տրամադրելու իշխանություններին ընտրությունների Էդի դու չէ, էդի միջամտություն չի։ Ռուսաստանից է միջամտությունը, որի հետ կապված ինքը ոչ մի փաստ չունի, բայց այս բառերը ասում որ ոչ մի տակը փաստ կա, ոչ իրականություն։ Բայց այն որ իրականության մեջ պաշտոնապես դիմել են, փողը ստացել են, խումբը պիտի գա, այն որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարն ասում է մենք պիտի աջակցություն ցուցաբերենք այս քաղաքականության պահպանմանը, այն որ Վենսը գալիս ասում է թե պետքա Արեն Վենսն էլ արվում աջակցում այնի պարտումը Պետրոսի մացար չէ Օրբանի գլխին ինչ փորձանք բերին Ոնց որ լավ ալելու Դանիել ջան մի քիչ էլ զբաղվենք հեսա ավարտում է 2 ամիս բան մնաց Շնորհակալություն Ես եմ շնորհակալ Սերի հեռուստադիտողներ մենք ուշադրության կենտրոնում կպահենք ընտրական մթնոլորտը եւ դրան այս կամ այն կերպ ազդելու ծածուկ ցանկությունները եւ քայլերը կհանդիպենք ցտեսություն